Հարգելի հայրենակիցներ, Նիկոլան Հողի Թայֆան այսօր նշում է քաղաքացու օրը։ Նշեմ, որ այս օրը իմ կարծիքով պատահական չի ընտրված Դավաճան Նիկոլի կողմից ապրիլի 25-ը։ Ինքը փորձում է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մենք հայերս սրբություն չունեցող ազգ ենք, որ մեզ համար թիվ 1 սրբությունը դա ստամոքսը լցնելն է եւ ուտելն է, որովհետև աննորմալություն է ապրիլի 24-ին ոգեկոչել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ հաջորդ օրը լցվել փողոցներ եւ սկսել խժռել խորովածը, որը Նիկոլը դարձրել է ֆետիշ եւ փորձում է ամբողջ աշխարհին ներկայացնել, որ հայերը ապրում են միայն ուտել խմելու համար։ Այս օրվա կապակցությամբ սա վերջին ժամերին մի քանի ուրեմն հրապարակումներ է արել, որից ուզում եմ անդրադառնալ քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերանն է մնալու վերտարությամբ այդ ուրեմն գրառումներ եւ տեսանյութը։ Կրկին կրկնեմ, որ Սամվել Կարապետյանի թիմի հետ որևէ առնչություն չունեմ, նրա երկրպագուն չեմ եւ նրա կուսակցության անդամը չեմ, բայց ինձ հետաքրքիր է հետեւյալը։ Նախ սա փորձում է կրկին հանրությանը հանել հարուստ մարդկանց դեմ, թեպա իրենք մտածում են, որ իշխանության քալը դա մեքենա գնելու նման մի բան է։ Նիկոլ անհող իշխանության քալը մեքենա գնելու նման բան չէ, բայց խնդիրը հետեւյալն է։ Իմ կարծիքով դու մնացել ես այն սոված եւ չընթրլո մանկությանդ եւ երիտասարդությանդ տակը աբիժնիկի նման եւ շարունակում ես ուրեմն այդ աբիժնիկությունդ առաջ տանել ավելի հաջողակ, ավելի բարեկեցիկ ապրող մարդկանց թիրախավորելով, ինչպես նաև նրանց դեմ հանելով քեզ երկրպագողներին, ինչպես նաև հատուկ նշեմ ժեխափթիրին եւ անասնամասային, որոնք քո մեջ իրանց են տեսնում եւ մտածում են, որ վաղը մյուս օր քո նման տգետ, քո նման թերուս, քո նման անտեսծիրակ եւ ստախոս Դավաճան լինելով իրանք էլ կարող են գալ իշխանության։ Բայց խնդիրը հետեւյալն է, Նիկոլան Հող, այդ որ գալիս է Գյումրի 28 ուղեկցող մեքենայով, որ իրենց թույլ չեն տալիս նույնիսկ Պուտինը կամ Թրամփը, ինչ որ ուրեմն իրենց երկրում քաղաքներ կամ այլ երկրներ այցելելու պարագայում, այդ քո երկրպագուների մասան չի արցնում, այսում գումարներով էս այդ առելի քանակությամբ մեքենաները գեր թանկարժեք գնել։ Միայն քեզ սպասարկող երկու մեքենաները արդեն $1 միլիոն ավել արժեն։ Այդ ժողովուրդը ժողջանը գիտի այդ մասին կապիտուլյանտ Նիկոլ։ Երկրորդը անընդհատ փորձում ես մարդկանց վիրավորել նշելով Նիժնի Տաբր, այսինքն դու փորձում ես գյուղացիներին վիրավորել, եթե այդպես է, դա արդեն քո երկրպագուների մեծ մասի խնդիրն է, որովհետև քեզ երկրպագուների մեծ մասը գյուղերից են։ Նիկոլ անհող, եթե ինչ որ մեկին անվանում ես Նիժնի Տաբրցի, ուրեմն դու վերին Դավաճանաշենցի ես, ներքին Կզաշենցի, թուրքի դեմի դեպ Կզաշենցի կամ ստորին կապիտուլյանտցի։ Ընտրի այս 3 տարբերակից, որը քեզ նախընտրելի է, որովհետև եթե դու այդ Նիժնի Տաբրը անընդհատ օգտագործում ես, դու քո Տաբրի մասին մտածի, գոնե նրանց Տաբրը ունևոր է, տեսած են։ Հայաստանը թալանած չեն, հարստահարած չեն հայաստանցի ժողովրդին, իսկ քո գնաց մեքենաները մեր հաշվին է, նրանք իրենց հաշվին են առնում ու իրենք էլ իրենց հաջողությունը այլ երկրում են ուրեմն ձևավորելու հասել այդ հաջողության, ոչ թե քո նման Հայաստանում։ Ինչ վերաբերում է ժողովրդի անունից խոսելուց եւ ժողովրդի ընտրությանը։ Հարգելի հայրենակիցներ, որպես պատմաբան նշեմ, որ ժողովուրդը պատմության ընթացքում բազմից է սխալվել իր ընտրության մեջ եւ ժողովրդի ընտրությունը դարձնել ֆետիշ կամ հայտարարել, որ ժողովրդի ուրեմն քվեն դա աստված է եւ այլ, դա դասական ստորություն է եւ սեփական դավաճանություն է կամ սեփական սխալներից ուրեմն թռնելու միջոց, ինչպես անում է Նիկոլը եւ ոչ առաջին անգամ։ Նշեմ, որ մի անգամ այս անձնավորությունը նշել է, որ եթե ես կապիտուլացվել եմ, դա կապիտուլացվել է ողջ հայ ժողովուրդը թուրքի դեմ ծնկել եմ, թուրքի կոշիկ լիզել եմ, դա ես չեմ արել մենակ, դա ժողովուրդն է արել, որտեղ ինքն է ինձ քվե տվել։ Բայց հարգելի հայրենակիցներ, ընդհանրապես բերեմ 3 օրինակ, երբ որ խոշոր ժողովուրդները եւ բավական բարեկեցիկ ապրող համեմատաբար այդ ժամանակաշրջանի ժողովուրդները ուրեմն սխալվել են։
1922 թվականին ֆաշիստ Բենիտո Մուսոլինին իշխանության է եկել ժողովրդի քվեով։ Նա կեղծիքների միջոցով չի եկել իշխանության։ Բայց հետո Բենիտո Մուսոլինին 45 թվականին իր կնոջ հետ գլխիվայր կախեցին ու սպանեցին։ 1933 թվականին Գերմանիայի վարչապետ դարձավ Ադոլֆ Հիտլերը, ով ընտրությունների արդյունքում է եկել իշխանության Գերմանիայում 32 թվականի պարլամենտական ընտրությունների արդյունքում է եկել Գերմանիայում իշխանության։ Իսկ 37 թվականին Նյուրնբերգում կազմակերպել էր Գերմանիայի պատմության մեջ ամենամեծ հանրահավաքը, որի մասնակիցներից ոչ մեկը Գերմանիայի խայտառակ պարտությունից հետո 45 թվականին չէր ընդունում, որ ինքը մասնակցել է այդ մարդու ուրեմն հանրահավաքին։ 1975 թվականին Կամբոջայի վարչապետ ընտրվեց Պոլ Պոտը, որը դարձավ սեփական ժողովրդի ցեղասպանողը։ Սրա կառավարման տարիներին Կամբոջայում սպանվել է 1.5-ից 2 միլիոն մարդ։ Այս երեք օրինակը բերեցի հարգելի հայրենակիցներ, որ դուք հասկանաք, որ Նիկոլան Հողը ժողովրդի վրա ամեն ինչ բարդելով փորձում է նաև սեփական հանցանքները եւ ուրեմն հակահայկական գործունեությունը գցել մեզ բոլորիս վրա, որ մենք ենք մեղավոր, այսինքն իրեն ընտրողները, դուք, ով որ ընտրում է Նիկոլան Հողին։ Այնպես որ ժողովրդի քվեն կամ ստացած քվեն դա դեռ չի նշանակում, որ դու Նիկոլան Հող ինչ ուզենաս անելու ես ու տակից դուրս ես գալու չոր։ Ժողովուրդները ցավոք ունեն մի վատ բնավորության գիծ, սխալվում են։ Մեր ժողովուրդը հերթական անգամ շատ կոպտագույն ձևով սխալվեց եւ 2018 թվականին եւ 2021 թվականին եւ հուսամ ժողովուրդը այ քո տեղը ցույց կտա 26 թվականի հունիսի 7-ին եւ քո նման վերին դավաճանաշենցին կհայտնվի այն տեղում, որտեղ արժանի է հայտնվել։ Հիմա Նիկոլան Հողը գտնվում է Մարալիգում, հարգելի հայրենակիցներ, այնտեղ դասախոսություն է կարդում։ Մի քաղաքում, որտեղ դրված է Սողոմոն Թեյլերյանի արձանը եւ որի հանելը Նիկոլի թիմը պարտավորվել է իրականացնել, եթե ինքը վերընտրվի իշխանության գլուխ, ընդամենը մեկ ամիս հետո ուրեմն սպասելիք ընտրություններից հետո։ Այնպես որ հարգելի հայրենակիցներ, ոչ ենք ասում դավաճանի իշխանությանը եւ թույլ չենք տալիս, որ այս դավաճանը իր թայֆայով վերընտրվի Հայաստանում որպես իշխանություն։